Հայաստանյան կայքերի վրա ամենաշատ հարձակումները լինում են Չինաստանից։ Այսօր նման վիճակագրություն ներկայացրեց ABC դոմեյնի համակարգչային ադմինիստրատոր Արմեն Խաչատրյանը։ Որպեսզի վնասազերծել նման հարձակումը, բնական է պետք է պարզել ով է իրական, ով ոչ։ Իսկ դա շատ բարդ աշխատանք է։ Ինտերնետ հասարակության ՀԿ փոխնախագահ Գրիգոր Իսախյանը կայքերը վնասող վիրուսների երկու կարևոր գործառույթ առանձնացրեց։ Առաջինը, նրանք հավաքում են ձեր մասին տեղեկատվություն, որը որ դուք պահպանում եք ձեր համակարգչի մեջ։ Երկրորդ կարևորագույն գործառույթը, որը այսօրվա վիրուսները իրականացնում են, նրանք ապահովում են DDoS գրոհներ։ Ինտերնետային վիրուսներից պաշտպանվելու համար մասնագետն առաջարկում է կիրառել անտիվիրուսներ եւ երկար գաղտնաբառեր։ Ամբողջ երկրի պետական կառավարման տեղական ինքնակառավարման մարմինները անցնեն Linux-ի օգտագործման։ Սա նույնպես էլի ինչ-որ մի ճանապարհ է, որը թույլ կտա ավելի պաշտպանել մեր համակարգիչները վիրուսներից։ Այս պահին հայ մասնագետներին մտահոգում է, թե 2013 թվականի նախագահի ընտրություններից առաջ ինչպես կայքերը պաշտպանել հնարավոր հարձակումներից։ Այս թեմայի շրջանակներում առաջիկայում սեմինարներ են նախատեսված։ Ցանկացած նմանատիպ դեպք, ինչպիսին է ընտրությունը, իհարկե ուշադրություն է գրավում եւ լավ կլինի պատրաստ լինել։ Իսկ այն հարցին, թե ինչքանով են պաշտպանված հայկական այն կայքերը, որոնց սերվերը գտնվում է ԱՄՆ-ում, կապված Միացյալ Նահանգներում ակտիվացած փոթորիկների հետ, ըստ Գրիգոր Իսախյանի մեր կայքերի ճակատագիրը կախված է նրանից, թե ով է ապահովում տեղակայման ծառայությունը։ Դրսում կայքերի տեղակայումն իրականացվում է անպային եղանակով, այսինքն կայքը միտեղ չի գտնվում։ Նա տարաբաշխված է տարբեր համակարգիչների մեջ եւ եթե մի քանիսը ոչնչանան, ապա մնացածները կաշխատեն։ Սաթենիկ Հովսեփյան, Հովսեփ Հովսեփյան, IPF